Բարև ձեզ, երկու խոսք հավատքից եկեղեցուց, երկար ժամանակա լռում եմ, ուրեմն ասեմ, որպեսզի ես իմ Աստծու հետ կապ հաստատեմ, ինձ ոչ մի տեր պետք չի։ Ինչ հասնում է եկեղեցուն, ոչ մեկ եկեղեցու դեմ դուրս չի եկել, ոչ Գարեգին բնա եկեղեցի, ոչ էլ իր նմանները, էդի երկուս, երրորդը, դուք երբ եք հասկանալու, որ հավատքը հավատքով, պետությունը պետությունով, իմ համար պետությունը ավելի կարևոր է, քան թե եկեղեցին։ Եկեղեցին ժամանակին շատ մեծ գործեր է արել, ուսուցում է տվել ժողովրդին, պետականություն է հաստատել, պետական ինչ-որ գործեր է արել, հասկացանք, բայց ժամանակներն անցել են, զարգացում է ապրել երկիր մոլորակը, գոյություն են պետություններ, պետական ինչ-որ կառույցներ, որոնք գործում են իշահ պետության և իրենք են որոշում, թե այդ պետությունը ինչ քայլեր պետք է անի և ինչպես պետք է անի, այլ ոչ թե եկեղեցի կոչվածը։ Եկեղեցին պետք է մնար իր տեղում, ըստ սահմանադրության, չխառնվեր քաղաքականության մեջ, ինչպես և պետությունը չպետք է խառնվեր եկեղեցու որոշ գործերի մեջ։ Բայց արի ու տես, որ եկեղեցականները, տեր կոչվածները, իհարկե ես մեր սուրբ հայրերի հետ չեմ, որտեղ դրանք էլ կան, չգիտես խի որոշեցին, որ իրանք իրավունք ունեն մտնեն մեր պետական գործերի մեջ, ահա բեկչական ինչ-որ արտահայտություններ անեն, խմբավորումներ, իրանք տուֆտա խմբավորումները հավաքեն, իբր հարցեր լուծեն, իբր իշխանություն հեռացնեն։ Ուրեմն լսեք ուշադիր։ Ես Գարեգին B չեմ ընտրել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես եկեղեցական չեմ ընտրում, ես Գարեգին B չեմ ընտրել, բայց ես ղեկավար պետության ընտրել եմ, ուստի քթներիդ օղարեք, եզեր, ականջներիդ օղարեք, ինչ ուզում, որտեղ ուզում եք այդ օղը գցեք, բայց մեկ ընդմիշտ հիշեք, որ ես ընտրում եմ երկրի ղեկավար ու ոչ մեկ, ոչ մի եկեղեցական առավել եւս իրավունք չունի ինձ թելադրի, թե ես ում ընտրեմ, ինչ քաղաքական հայացք ունենամ, դրա համար գոյություն ունի ընտրություններ, ես ընտրել եմ ու ես պաշտպանելու եմ իմ ընտրությունը։ Իսկ եկեղեցականները, որոնք դրվում են ոմն B Գարեգինի կողմից, ինձ համար նրանք գոյություն չունեն։ Ինձ համար նրանք օրենք չեն, նրանք չեն կարող ազդել իմ վրա, իմ ընտրության վրա։ Ուստի ժողովուրդ, այդ որ ասում եք եկեղեցու դեմ կամ այդ լրփազավառներ, այդ լրագրողները, որ շառանելով ման են գալիս, իբր հելել են եկեղեցու դեմ, Գարեգին բնով որ եկեղեցի լինի։ Նա որտեղ էր բուքսիր տալի, որ եկեղեցի գոյություն ուներ։ Հա, հիմա ինքը ներկայացնում է այդ եկեղեցին, բայց շատ վատ է, որ ինքն է ներկայացնում այդ եկեղեցին։ Մենք բոլորս էլ գիտենք նա ով է, նրա եղբայր կոչվածը ով է։ Պրարապ մարդ է էլի, ասենք շինարար մարդ, ասենք փող կպցնող մարդ։ Ինչ եկեղեցի, դրանցից ինչ եկեղեցական։ Դրանք ինչ կապ ունեն ընդհանրապես եկեղեցու հետ։ Հենց որ թարգեք էս խոսրույթը, որ եկեղեցու դեմ այլ է, եկեղեցու դրանք ով են, որ եկեղեցի ներկայացնի, որ մի հատ էլ եկեղեցու դեմ դուրս գանք։ Ուստի թարգեք էս խոսրույթը, որ եկեղեցու դեմ ենք ելել։ Եկեղեցու դեմ ոչ մեկ դուրս չի եկել։ Եկեղեցու դեմ, եթե հայը դուրս գա, դա ուրեմն ինքը իր ինքնության դեմ դուրս կգա։ Դուք ուղղակի բռնում եք, այս ամենը կապում եք Գարեգին B-ի հետ։ Եկեղեցին ու Գարեգին B-ն սրանք տարբեր բաներ են, սար ու ձորեր են, այնպես որ թարգեք, մեկ էլ ուզում եմ դիմեմ են մշակույթի գործիչներին, երգիչներ են, ասենք երգիչ կա, որ շատ եմ սիրում իր գործունեությունը, իր մշակույթը, իր ձայնը, շատ եմ սիրում իր երգերը, բայց մի հելեք էլի էշեր դուս մի տվեք, հելել են եկեղեցու դեմ, ես եկեղեցու կողքն եմ, ես էլ եմ եկեղեցու կողքը։ Ես էլ եմ ներկայությամբ եկեղեցու կողքը, դրա համար էլ չեմ ուզում, որ պղծվածները լինեն եկեղեցում։ Եկեղեցու կողքը կանգնում է այն մարդը, ով որ տեսնում է, որ այդ եկեղեցին պղծվում է։ Իսկ դուք այսքան տարի տեսել եք այդքան պղծությունները, մի հատ ձեն չեք անել, խի,
Դզե լավ էր ձեզ այդ ամեն ինչը։ Հիմա էլ հելել եք եկեղեցու կողքն եք իբր։ Այդ ես եմ եկեղեցու կողքը։ Այդ իմ նման մարդիկ են եկեղեցու կողքը, ովքեր ուզում են եկեղեցին մաքրեն պղծվածներից։ Հասկացաք ինձ։ Ունենց որ մշակույթի գործիչներ, ձեր հարգանքը պահեք էլի, ասենք թողեք ժողովուրդը ձեզ սիրեն էլի։ Մի արեք տենց, էշեշ մի հելեք դուս եկեք հայտարարություններ արեք, թե բա եկեղեցու դեմ են դուս եկեք, ֆլան ֆստա, մի արեք տենց էշություններ։ Ինչ, լսում եք, են էլ պնջիտ եք անում։ Как слынջիտ, так и պնջիտ։ Մի արեք տենց բաներ։ Հերիքա էլի, ինչքան ձեզ խայտարակեցիք։ Ասենք ամեն մի տուֆտա արտահայտություն լսում եք, հետո հելնում կրկնում։ Մի արեք տենց բաներ, թողեք ժողովուրդը ձեզ սիրի հարգի։ Հաշվի առեք, որ այդ հելնում նման տուֆտա արտահայտություն եք անում, էշեշ դուս եք տալիս, արդեն ոչ կարում ես ձեր թատրոնը լսես, ոչ կարում ես նայես, ոչ կարում ես ձեր երգը լսես։ Մի արեք, տենց բաներ մի արեք։ Թողեք սիրենք ձեզ, մինչև վերջ։ Իսկ ինչ հասնում է եկեղեցուն, այո, ով որ եկեղեցու կողքը կանգնած է, ով եկեղեցու համար կանգնած է, նա պետք է ամեն ինչ անի, որ եկեղեցին մաքրվի այս սրբապղծերից։ Այդքան բան։ Հանգարց չփորձեք նորից բռնեք գարեգին բն, որպես եկեղեցի ընդունեք, ինքը եկեղեցի չի։ Հասկացանք իրար։ Այսքանը։